Անուն Օր և Որդու և Որդուին Սրբո, ամեն։ Զորվեից ըմծածկյաց ակակչելիս գանձը, հապակմամբ թագուվույթ պայտ կենաց հայտնեցավ։ Հրյաների կողմից ծածկված անթակույց գանձը կենաց պայտը, հայտնվեց թագուհու հապագով։ Այսօր առավոտյան շարականի այս խոսքերով մենք մեկ անգամ ևս փոխանցեցինք օրվա խորհուրդը եւ այսօր մեր մտածումները ուզում եմ որ օրվա խորհրդին համապատասխան պտտվեն այդ շարականի այս խոսքերի մեջ անթակչելի գանձը որ հրյաներն ուզում էին թաքցնել հայտնվեց թագուհու հապագով։ Սիրելիներ, այսօր մենք տոնում ենք մեր եկեղեցական տոնացություն Տիրոջ կենսաբեր խաչին նվիրված վերջին տոնը, խաչի գյուտը։ Եվ այս տոնը ի ուղին համեմատական ունի մեր օրերի հետ, որովհետև գնում էր իր պատմական արմատներով հասնում այն ժամանակաշրջանին, երբ նոր ձևավորվող եկեղեցին հալածանքների մեջ էր հրյաների կողմից Երուսաղեմում։ Եվ հրյաները փորձելով կանգնեցնել թափ հավաքով, օրորի ավելի մեծացող, քրիստոնեական համայնքը փորձում էին գաղտնի պահել, փորձում էին քրիստոնյաների երկրպագությունից հեռացնել Տիրոջ խաչապայտը, որ կանգնեցված է Գողգոթայում։ Նորադարձ քրիստոնյաների և ուխտի եկածած քրիստոնյաների երկրպագության համար։ Բայց հեղինեք այս սրուհին, որ նույնպես մի նորադարձ է, տեսիքով տեսավ այն առաքելությունը, որ պիտի իրականացներ, և ձեռնամուխ եղավ այդ առաքելության իրականացման։ Հասավ նրա, որ այն հրյաները, ովքեր թաքցրել էին անթաքցնելի, ստիպած բացահայտեցին թաքցրած խաչապայտի տեղը և նորից ու նորից կյանքի և հույսի աղբյուր խաչապայտը կանգնեց այս անգամ արդեն հարության տաճարում մեր քրիստոնյաների երկրպագության համար։ Դեռևս հռոմեական ժամանակաշրջան։ Բոլորս գիտենք, բազմիցս անդրադարձել ենք այդ իրողությանը, որ խաչ հանելը, խաչի վրա մահանալը ամենասոսկալի պատիժն էր, ամենասարսափելի մահն էր, որ կարելի է պատկերացնել։ Եվ դրանով պատժում էին ամենասարսափելի, ամենավերջին չարագործների։ Բայց ահա Աստծո որդին, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, մարդկային ցեղի փրկության համար ընտրեց այդ ամենասարսափելի մահվան ձևը, որպես զոհաբերություն, ցույց տալու համար այն մեծ ճշմարտությունը, որ ինքն իր բերանով ասեց. չկա ավելի մեծ սեր, քան այն սերը, երբ մարդ իր կյանք է տալիս բարեկամի համար։ Ուստի աստվածային այս զոհաբերության միակ և բացարձակ պատճառը Տիրոջ ունեցած անսահման և սրբակատար սերն է, որ անսպառ աղբյուրի նման անընդհատ հոսում է։ Հոսում է տիեզերքում ի փրկություն և ի բավարարություն մարդկային ցեղի։ Այսպիսով, սիրելիներս, Աստծո որդին զոհաբերվեց մեզ չարից ազատելու և մեզ պարգևելու երկնային այն խաղաղությունը,
որի կարիքը կար այն ժամանակ և կա այսօր։ Մի առիթով մետերն ասել է, խաղաղություն եմ թողնում ձեզ, բայց այն խաղաղությունը, ոչ այն խաղաղությունը, որ աշխարհն է տալիս ձեզ, այլ այն խաղաղությունը, որ ես եմ թողնում ձեզ։ Այս խոսքերը սիրելիներս, սիրավի շնորհելու պատճառ է, որովհետև Տիրոջ խաղաղությունը զգալիորեն տարբերվում է երկրային խաղաղությունից։ Այս խաղաղության մեջ նոր կենդանություն, փրկության և զորության խորհուրդ կա։ Խաչ այս իմաստով դառնում է այն աստիճանը, որով յուրաքանչյուր քրիստոնյա անհատապես հնարավորություն է ունենում բարձրանալ հասարակից դեպի կարևորագույնը, երկրորդականից դեպի առաջնային, նյութեղենից դեպի հոգևորը, դեպի անգնահատելի արժեքները։ Մենք բոլորս էլ գիտենք, և ես իմ քարոզների մեջ բազմիցս անդրադարձել եմ, որ կյանքում կա երկու արժեք՝ մնայուն և անցողիկ։ Ահավասիկ խաչը այն ճանապարհն է, որը մեզ կարող է տանել դեպի հավիտենական արժեքներ։ Արժեքներ, որոնց համար մեր ժողովուրդը իր քրիստոնյա դառնալու առաջին օրվանից առ այսօր, այս պահին է գնացել է և գնում է զոհությունների։ Այդ իսկ պատճառով մեր եկեղեցում օգտագործվող խաչերը առանց Քրիստոսի է։ Իրենց վրա չունեն Քրիստոսի, խաչված Քրիստոսի։ Որովհետև մենք հավատում ենք, որ խաչը մահվան չէ, որ Քրիստոս խաչի վրա չէ խաչված, այլ հարություն է առած։ Եվ իդուր չէ, որ մեր խաչը ծաղկած է, մեր խաչը բողոջած է, որովհետև այն մահվան գործիք չէ, այլ կյանքի աղբյուր է։ Բոլոր նրանք, ովքեր ականջակուր են լինում Քրիստոսի կոչին և վերցնում են իրենց խաչը, չեն վերցնում որպես տառապանք, չեն վերցնում որպես մահվան գործիք, և խաչը չեն դիտարկում որպես ավարտ, թեև առաջին հայացքից թվում է, թե նա ուրացավ իր անձը, ուրացավ հին մարդու և վերցեց խաչը, ուրեմն վերջ, մահացավ ամեն ինչ։ Այո, մահացավ, ինչպես Քրիստոս մահացավ խաչի վրա, բայց մահացավ հին մարդը, այն մարդը, ով չգիտեր, չէր ճանաչում Քրիստոսին, և հարություն առավ մի նոր մարդ, ինչպես Քրիստոս խաչի վրայից հարություն առավ։ Հարություն առավ նոր մարդ, ով վախ և երկյուղ չպիտի ունենա հայտարարելու, թե ում է պատկանում ինքը, ով երբեք չպիտի գլուխը կախի նրանից, որ ինքը Քրիստոսինն է։ Եվ այդ Քրիստոսինը լինելը իր համար պատվից բացի նաև պարտականություն է։ Քրիստոսինը լինելը չի նշանակում մենք Քրիստոսին ենք և վերջ։ Մեկ անգամ մկրտվեցինք, գնանք ուրից ապրենք, ինչպես ապրում ենք։ Քրիստոսին լինելը նշանակում է խաչի ճանապարհ։ Այո, դժվար է լինել, բայց մենք լավ գիտենք, ուր ենք գնում և ում հետ ենք գնում։ Այլ բան է, երբ չգիտես, թե ճանապարհը քեզ ուր է տանում և ուղեկիցը թողես։ Բոլորին այլ բան է, երբ դու քաչ գիտես և ճանապարհի սկիզբը, և ճանապարհի ավարտը, և առավել բախտավոր ես, երբ ունես քեզ ուղեկից, ով ավելի լավ գիտի այդ ճանապարհը, քան դու, ով բազմիցս է անցել այդ ճանապարհը։ Հետևաբար յուրաքանչյուր մեկ է, ով վերցնում է խաչը, ուրանալով իր անձը, վերցնում է որպես կյանքի աղբյուր, մի նոր կյանքի աղբյուր, որտեղ Քրիստոսի ներկայությունը, որտեղ լույս է, որտեղ կյանք է,
որտեղ անսպառ աղբյուր է։ Ի վերջո, սիրելիներս, ինչպես յուրաքանչյուր տոն, այնպես էլ այսօրվա Խաչի գյուտի տոնը ունի հստակ պատգամ, որ փոխանցում է մեզ։ Եվ այդ պատգամը կայանի հետևյալի մեջ, որ ամեն անգամ, երբ մենք խաչակնքվենք, թող այդ խաչակնքումը չլինի մեզ համար ձևական կամ բնազդաբար ինչ-որ մի պրոցես, այլ ամեն անգամ, երբ խաչակնքվում ենք, մի պահ, մի վայրկյան, երկու վայրկյան, անդրադառնանք այն մեծ ինքնազոհությանը, որ իրականացրեց ինքը Քրիստոս խաչի վրա։ Ինչի համար, իմ համար, ձեր համար, յուրաքանչյուր մեկիս համար, չճանաչելով հանդերձ, բայց գնաց այդ ինքնազոհությանը։ Եվ ամեն անգամ երբ մենք խաչակնքվում ենք, հիշենք այդ զոհությունը, այն մեծ գինը, որ Քրիստոս վճարեց մեզանից յուրաքանչյուրի համար։ Եվ հարցանք ինքներս մեզ, իսկ մենք ինչ գին ենք վճարել։ Մենք որպես մտքվածներ, մենք որպես մարդիկ, ովքեր ունեն երախտագիտության զգացում, ինչպես են շնորհակալություն հայտնում եւ հայտնել նրան, ով փրկել է մեզ։ Թող խաչակնքում ամեն անգամ սա հիշեցնի մեզ։ Հիշեցնի այն գինը, որ մեզ համար է վճարվել, եւ այն գինը, որ մենք ենք պարտավոր վճարել։ Քիչ հետո պիտի աղոթքի կանգնենք։ Եվ ուզում եմ, որ հիշենք մեր հայրերի աղոթքը։ Այն աղոթքը, որ ժամերկության ժամանակ մենք հաճախ ենք կրկնում։ Խաչ, որ եղեցի մեզ ապավել, Տեր Հիսուս Քրիստոս։ Հոժամ երևից առոտ հոր ընդամպս լուսավորս։ Այն ժամ մենք մի ամաչեսում, ուսացյացի քեզ, այն զորության կո մեծատ բեկես ու կնդաշվեքում է, որպես զորքիս լուսով և ուտիս տմնջան։ Քո խաչը թող մեզ ապավել ու Տեր Հիսուս Քրիստոս։ Երբ որ հոր պարքով լուսեղեն ամպերի մեջ երևաս։ Այն ժամանակ մենք չենք ամանչի, մենք քեզ ուսացողներս չենք ամանչի, այլ քո մեծ զորությամբ ուրախանանք և քո աջ կողմում ուրախանանք որպես լուսով որդիներ։ Ուրեմն նրանք, ովքեր ուսացել են Քրիստոսի և ապավինում են Տիրոջ խաչին, որդիներն են լուսով և պարտավոր են հեռու մնալ թե խավարից, թե խավարի գործերից։ Տիրոջ խաչը թող մեզ բոլորից ապավել լինի, ուղեկից լինի որպես փարոս մեր այս խառը օրերում։ Հայացքներս փարենք դեպի Տիրոջ կենսաբեր խաչը և քայլենք դեպի այն գիտակցումով, որ այո, եթե ապավինել ենք խաչին, ուրեմն երբեք չենք ամանչելու։ Այլ երբ որ դա պահը Տիրոջ աշխարհում խնդալու ենք, բերկելու ենք, որովհետև ապրել ենք, գործել ենք և ցույց ենք տվել, որ մենք լույսի որդիներ ենք։ Շնորհ և խաղաղություն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, թող լինի ձեր բոլորիս հետ, այժմ և մինչ և ավետյանից հավիտենից։